Սիրելիներ, ողջույն, ողջույն ինձ շատ սիրելի բարեկամներ։ Քանի որ ձեզ խոստացել եմ, որ խոզի բուդի փոխարեն համեղուտեսներ եմ ձեզ առաջարկելու, սա հերթականն է, արդեն սա երրորդն է, որ նկարում եմ։ Վերցնում ենք խոզի միս, իդեպ շատ շնորհակալ եմ, որ միացել եք իմ այգին, որ պատրաստում եք, ձեր գործը հեշտացնում եմ, ձեր համար համեղ ուտեսներ եմ պատրաստում, դրանից օգտվում են նաև իմ ընտանիքի անդամները։ Շատերը ասում են Երանի ուտողներին, բայց ասեմ, որ էկրանից այն կողմ ոչ ոք չի տեսնում ինչ աշխատանք է տարվում։ Այսպես 8-10 րոպեանոց տեսանյութը մենք գուցե նկարում ենք 2 ժամ, 3 ժամ, տևում են, նույնիսկ հաջորդ օրն ենք նկարում կադրեր, ասեմ, որ խոհանոցը միշտ լավ կեղտոտվում է, յուրաքանչյուր տեսանյութից հետո գեղեցիկ մաքրվում է, նորից սկսում ենք, այնպես որ սիրելիներս շատ մեծ ջանք է կատարվում, հատուկ ձեր համար, հատուկ իմ սիրելի, իմ անմոռաց եւ հավատարիմ հետևորդների համար։ Ուրեմն, խոզի միս ունենք, էլի բուդի հատվածն է, ուղղակի պետք է փափուկ միսը լինի, սիրուն կտրված, եթե հնարավորություն կա խանութում, ասեք այսպիսի, տեսեք ինչպիսի կտոր է, այսպիսի կտորը վերցրեք, եթե ոչ, դուք կարող եք տանը կտրել, շատ մեծ չի, ես 1 կիլոգրամ 300 գրամ է, ձայնիս համարներով, որովհետև հիվանդ եմ, դեռ չեմ լավանում։ Այսպես սիրուն կտրված, ես մի քիչ յուղերից ազատվեցի, որովհետև հետո կտրատելու ենք, շատ յուղը պետք չի, որպեսզի շատ յուղը չլինի։ Ինչ ենք անում։ Այս անգամ ռուլետի նման չենք բացելու փաթաթենք, ուրիշ ձև ենք բացում, այսինքն ես իրեն կտրվածքներ եմ անելու, համեմելու եւ լցոնելու համար։ Այո, ես ձեզ ցույց տամ, այսպիսի կտրվածք։ Մի քանի հատ կանենք։ Իդեպ սուր դանակ օգտագործեք, իմ բոլոր դանակները չգիտեմ ինչու, այլևս սուր չեն, ես անընդհատ դանակ եմ առնում։ Տեսնում եք, չէ, ինչպիսի կտրվածքներ ենք անում։ Զգուշ ենք լինում, որ մինչև վերջ չգնանք, չկտրենք, որպեսզի հետո հեշտ լինի մեր աշխատանքը։ Վերջ։ Կտրվածքները արված է, հիմա համեմում ենք ըստ ճաշակի, ինչի նկատի ունեմ ըստ ճաշակի, շատ լավ էր, ընգավ, ես հիմա կհամեմեմ, խառը համեմունք է, այսպես հատուկ մսեղենի համար, այդպես եմ ձեռք բերել, ինչ ասես կա, ինչ ասես, տարբեր ձևի համեմունքներ են ու շատ անուշ բույր ունի, դուք էլ կարող եք հատուկ հենց ձեռք բերել մսեղենի համար, սրանից առատ կլցնեմ, որովհետև իդեպ շատ համեղ են ստացում, երբ որ մսեղենի համար հատուկ համեմունք եք վերցնում, այսպես հիմա տարածում ենք, ամենակարևոր բաղադրիչը աղն է, միսը եթե իր աղը չունեցավ տեղը տեղին, որքան է լավ համեմում ենք, առանց աղ, ինչ միս չէ, միսը լավ, այսպես, հետո լավ տրորեք, որպեսզի լավ համեմված լինի։ Դե կարմիր պղպեղը անպակաս, քաղցր, եթե ուզում եք կծու պատրաստել, կարող եք կծու ավելացնել, բայց քանի որ սա տոնական ուտեստ է լինելու, քանի որ մեր հյուրերը հնարավոր է, որ չսիրեն, կծու պղպեղ չենք անի։ Սև և կարմիր պղպեղ արեցի, սխտորի փոշի, կարող եք սխտորի հատիկներ, սենց արանքները լցնել, ինչպես որ դուք ուզում եք։ Ես սխտորի փոշիով եմ անում, որովհետև այդպես հարմար է, լավ տարածվում է։ Տեսեք որքան լավ համեմեցինք։ Հիմա պետք է լցոնենք։ Այստեղ ես ունեմ բեկոնի կտորներ, արդեն կտրատված, ունեմ հալվող պանիր և գազար։ Այսպես հիմա տեսեք։ Շերտերի մեջ ենք լցնելու, իդեպ կա նաև սունկով տարբերակը, կարող եք թարմ սունկը տապակել սոխով ու արանքները լցնել, կարող եք պահածոյացված սունկ լցնել, խնդիր չկա։ Ես ձեզ տարբերակները ասում եմ, մի քիչ սունկը այդքան շատ չեն սիրում երեխաներս, որ ասեմ, դե ինչ շատ ուտում են, բայց շատ չեն սիրում, նախընտրում են մսային տարբերակը։ Կարող եք բանջարեղեն էլ լցոնել։ Իդեպ թողնում եմ ձեզ, դուք էլ ձեր տարբերակները գրեք, ինչպես ինչ կարելի է լցոնել, այդպես կօգնենք մեկս մյուսին։ Ավելի հեշտ կաշխատենք, ավելի հեշտ կլինի, որովհետև հնարավոր է մեկը մսով չի սիրում, մեկը բանջարեղենով չի սիրում,
Եկեք բոլորս այսպես տարբերակներ առաջարկենք, իսկ մեր հայուհիները կօգտվեն։ Հիմա պաների կտորները այսպես կկտրատեմ։ Հալվող պանիր է, արդեն նախապես կտրատված եմ ձեռք բերել, այսպես դնում ենք։ Յուրաքանչյուրին 2-3 կտորից գոնե պետք է դնենք։ Մի քանի հատ էլ այսպես գազարի շերտեր կտրատված դնում ենք։ Վերջ, լցոնեցինք, վերջացրեցինք, հիմա վերցնում ենք թել, այնպիսի թել, որ կարելի է օգտագործել ուտեստների համար ու այնպիսի թել պետք է լինի, որ կարող ենք օգտագործել ջեռոց ուղարկելու համար, դա շատ կարևոր է։ Ու սկսում ենք մաս-մաս, եւ որ գտնեմ որտեղից պետք է բացել, կբացեմ։ Սկսում ենք մաս-մաս սիրուն հատատել։ Որքան ձիգ, այնքան լավ։ Բնականաբար ձիգ պետք է լինի, որպեսզի միսը լավ հավաքվի։ Այսպես շարունակ, հիմա ես ամբողջը կծալեմ ու կփաթաթեմ։ Երբ որ այսպես գազարի նման կորուստներ ունենաք, չմտածեք, կարող եք հետո նորից հետ վերադարձնել։ Վերջ, տեսեք, որքան գեղեցիկ ստացվեց։ Իդեպ, հիմա կարող ենք եւ ուղարկել ամբողջական տարբերակը ջեռոցում, բնականաբար սկզբից երեսը ծածկում եք, մի խոսքով ես հիմա մանրամասն ձեզ կասեմ, կամ յուրաքանչյուր թելի կողքով, այսպես, կտրատում ենք դանակով։ Կարող եք նախապես կտրատել, հետո ուղարկել ջեռոց, շատ արագ է ստացվում այդպես ու երկու կողմերից անուշ կարմրած է լինում, ավելի համեղ է լինում։ Իսկ այսպես որ ուղարկենք ամբողջական տարբերակը, գիտեք, մեջտեղի հատվածը ուղղակի եփվում է, բայց չի կարմրում, առոստո չի լինում իտալացիների ասած։ Այնպես որ դուք եք ընտրում տարբերակը։ Ես երևի կկտրատեմ, հետո կուղարկեմ ջեռոց, որովհետև դեռ տոներ չեն, այսպես չեմ ուղարկելու հաստատ ջեռոց, երևի կպատրաստեմ, մենք այսպես անուշ կանենք, բայց մինչև կտրատելը, մինչև ուղարկելը ջեռոց պետք է մի քիչ պահենք, որպեսզի ինքը լավ համեմվի, միսը համեղ լինի։ Մի 2 ժամ պահեք սառնարանում, հետո նոր արդեն կտրատեք կամ ուղարկեք ջեռոց։ Կհանդիպեք մի 2 ժամից։ Այ տեսեք, կտրատում ենք, այսպիսի տեսք է ունենալու։ Կարծում եմ ձեզ տարբերակները դուր եկան։ Սիրելիներ, հիմա ես ձեզ առաջարկում եմ կամ այսպես կտրատեք ու կտրատած ենք ուղարկում ջեռոց, տեսեք որքան գեղեցիկ տեսք ունի, մատուցելուց ուղղակի հրաշք է լինում, կամ ամբողջական տարբերակով կարող ենք ուղարկել։ Հիմա ես ձեզ հերթով կասեմ, որ ջերմաստիճանում եւ ինչպես։ Այսպես սիրուն տեղավորում եմ թղթի վրա, ուղարկելու եմ սառցախցիկ, սառեցնեմ ու պահեմ տոնական օրերի համար։ Այ տեսեք,
կտրատեցի, տեսեք, որ ինչ գեղեցիկ տեսք ունի, գազարան կա, ոչինչ, ձեզ ցույց տալու համար ամեն ինչ էլ կլինի, այ այսպես, տեսեք, որքան գեղեցիկ է, կարող եք այսպես կտորներով ուղարկել ջեռոց, կարող եք սառեցնել ու այսպես կտորներով ուղարկել ջեռոց, Սիրելիներ, ջեռոց ուղարկելուց, երբ որ կտրատում եք, կարող եք երեսը մի փոքրիկ համեմել, եթե ցանկանում եք, կամ կարող եք մի փոքրիկ, օրինակ, մածուն կամ թթվասեր քսել, դա արդեն ձեր ցանկությունն է։ Ես այսպես կսառեցնեմ, տոն օրերին կեփեմ, իսկ եթե ամբողջական տարբերակով եք կեփելու, սկզբից հենց թղթով ինչպես որ փաթաթեցինք, այդպես փաթաթված վիճակում ուղարկում ենք ջեռոց 160-ից 170 աստիճան, շատ բարձր ջերմաստիճան մեզ այստեղ անհրաժեշտ չի, որովհետև խոզի միսը պետք է իր ներսից ամենակենտրոնից եփված լինի, մոտավորապես 30-ից 40 րոպե այդպես ենք պահում, հետո բացում ենք, նոր արդեն բացված վիճակում ևս 20 րոպե, հիշեք, միսը պետք է լավ եփված լինի, որովհետև երկար պահպանման ժամկետը մեզ անհրաժեշտ, քանի որ մի քանի օր ենք ուտում, ինչպես միշտ տոն օրերին, ամանորին, ձեզ խորհուրդ եմ տալիս լավ եփեք միսը։ Այդ դրա համար ես ամբողջական տարբերակով չեմ եփելու, այսպես կտրատում եմ, կտրատած վիճակում համոզված եմ, որ ընտիր է ստացվում եւ համոզված եմ, որ շատ համեղ է լինում, ավելի համեղ է լինում, այսպես սիրելիներ, կարելի է մատուցել ցանկացած տեսակի սոուսով, ինչ որ դուք սիրում եք։ Դե ինձ սիրելիներս պատրաստեցինք ևս մեր գեղեցիկ տարբերակ, լավ տոներ, ուրախ տոներ բոլորիս, հաջողություն եմ մաղթում, երբ որ ես պատրաստեմ, պատրաստի վիճակում բոլոր տեսակներից խոստանում եմ, որ ձեզ կադրերը ցույց կտամ։